Բարև, այստեղ Ղևդացոց քրքին 10-րդ գլխուն մեջ կհանդիպինք շատ զարմանալի բանի։ Ահարոնին երկու որդիները, Նադաբն ու Աբիոդը, առանց լիազորության գմղվին քահանայապետի պաշտոնավարության, ադոր բադիժը մահեր։ Այս մեզի համար հիշեցումն է, որ Աստծո սրբությունը տրված է օրենքի տարաշրջանին սկիզբը, որովհետև Աստված զգուշացուցած է Ելից 19:22-ի մեջ, որ դերոջ մոդեցող քահանաներն ալ թող սրբվին, որ չլա թե դերը անոնց վրա հարցագի։ Այսօր պիտի լսեք, որ ոմանք կսեն, Աստծո սրբությունը չի գիրարգվիր շնորհքի թարուն մեջ, բայց այդպես չէ սիրելիներ։ Գիտեք Անանիան եւ Սաֆիրան չէ։ Մահը երկուքին ալ տվավ, որպես բադիժ, ժողովուրդեն ծածկելու եւ Աստծմե բահելուն համար։ Մենք այստեղ կխոսենք սրբության մասին, եւ մեր Աստվածը սուրբ է, ուստի անպիտի վարվի իր զավակներուն հետ այդ մագարտակով։ Նույնն է բարական այսօր սիրելիներ, Աստված գտադե իրենինները։ Լսեցեք Պողոսին, որ առաջին Կորինթացիս 11:30-ին մեջ կսե. Ասոր համար ձեր մեջ շատ հիվանդներ, ցավակարներ կան եւ շատեր ալ գննչեն։ Սիրելիներ, մի գործընծնեք, կամ մի թերանակ Աստծո սրբութենեն, կամ անոր արդար բահանջքներեն։ Ղևդացոց 10:2-ի մեջ, որոնք կնկարագրեն Նադաբի եւ Աբիոդի մեղքը, որ անոնք գիտակցաբար չեն հնազանդիր դերոջը, գադարելով ճիշտ այն ինչ որ Աստված պատվիրած էր, որ անոնք չնեն։ Նախ անոնք հավանաբար զոհասեղանին վրա երկնքեն իջնող գրագի ածուխներեն չվարեցին խունգը։ Փոխարենը անոնք վարեցին զայն Աստծո գերբին հագարակ։ Երկրորդ, անհնազանդությունը ժամանակի խախտումն էր, որ Աստված սահմանած էր այդ ձեսերուն նկատմամբ։ Անոնք պետք էր խորհրդակցեին Ահարոնի հետ նախքան այդ ընելը, երբ որ ըրին։ Երրորդ եւ ամենակարևորը գտվի, որ անոնք մտան սրբության սրբոցը, ուր անոնց արգելված էր մտնել։ Սիրելիներ, այս դեպքը մեզի կսորվեցնե, որ մեր Աստվածը գերիշխան է իր բոլոր գործերուն մեջ, եւ անոնք, որոնք կուքան անոր, պետք է կան անոր պայմաններով։ Ետքը 10:3-5-ի մեջ պիտի նկատեք Ահարոնի վերապերմունքը իր լրությամբ։ Անոր որդիները հարվածով մերան, բայց Ահարոն չաղաղագեր հուսախաբությամբ, վիշտով կամ զայրույթով Աստծո թեմ։ Իսկ 6-7 համարներում մեջ Աստված գարկել է Ահարոնին եւ անոր երկու մնացած որդիներուն արդակնաբես սքալ։ Կգարձեմ այս երկու պատճառ ունի։ Առաջինը հստակ ըսված է դերոջը օծման յուղը վրանիտ է։ Անոնք հատկացված էին ժողովուրդը ներկայացնելու Աստծո առջև եւ անոնք Աստծո ներկայացուցիչներն էին ժողովրդին առջև։ Այս հadouk պաշտոնին հետ պետք չէ վերապերիլ թեթևությամբ կամ արհամարհանքով, ինչ որ հստակորեն ըրին Ահարոնի որդիները։ Աստված կուզե հստակացնել, որ անոնք կհասկանան, որ սուրբ դերոջը հետ պետք չէ թեթևությամբ կամ անհոգությամբ վարվել։ Երկրորդ, սուքի արդակին նշաններ ցույց տալը պիտի նվազեցներ անոնց մեղքին ծանրությունը։ Ետքը այս գլխուն 12-18 համարներուն մեջ Ահարոնին եւ անոր մնացած երկու որդիներուն Եղիազարին եւ Իթամարին ըսվեցավ, որ ուդեն սուրբ վայրին մեջ թե հացի բադարակը եւ թե խաղաղության զոհը։ Այս բարձավես գշեշտե, թե ինչպես Ահարոնին մույս երկու որդիները չգրցան հնազանդել Աստծո պատվերին, ուդելու քահանաներու պատկանող բաժինը։ Եվ այդ կհիշեցնե Եղիազարին եւ Իթամարին, որ անոնք պետք չէ արհամարհեն Աստծո օրենքներեն որևէ մեկը։ Այստեղ դարբերությունը այն է, որ Աստված անոնց չի մեղադրեր գիտակցաբար մեղք գործելու համար երկու մահացած եղբայրներուն նման։ Հիմա նկատեցեք 19-20-րդ համարները Ահարոնը ստանցնեց իր որդիներուն պատասխանատվությունը, քանի որ ըստ երևույթին սուքի պատճառով անգործնցուց իր ախորժակը։ Բայց այդ դեպքը նաև հարաճացուց Ահարոնին մեջ
անարժանության սկացումը շարունակելու ծառայել Աստծո առջև։ Եվ Մովսես առնվազն համոզվեցավ, ինչ որ մեզի այսպես կտվի, Ահարոնի բացատրությամբ։ Սիրելիներ, այստեղ մեզի համար ծանր եւ հիանալի տասը այն է, որ երբ ես եւ դու կանք Աստծո, պետք է այդ ընենք անոր պայմաններով։ Այս տասավորումը չէ, որ դու գնես։ Դու չես որ օրենքները կսահմանես։ Աստված դրած է զանոնք։ Դեր Հիսուսը ասավ. ոչ ոք չի կար հորը մոտ, եթե ոչ ինձ մով։ Բայց անոնց համար, որոնք կուքան դերոջը պայմաններով, անոնց կսպասե ջող եւ բավարար հարաբերությունը։ Ամեն։